Ողջույն իմ սիրելի YouTube-յան բաժանորդներ, ես Արթուրն եմ, Վեդայական աստղաբան։ Թե ինչ հունիս ամիսը մոտեցավ իր տրամաբանական ավարտին եւ ժամանակն է կատարելու կանխատեսում հուլիս ամսի մասին մեր հորոսկոպի նշանների վերաբերյալ։ Կանխատեսումները հասկանալու համար պետք է լսեք ձեր 3 նշանների մասին կանխատեսումները։ Դրանք են ձեր նատալ քարտեզում ասցենդենտի դիրքը, լուսնի դիրքը եւ պարզապես այն ամսի հորոսկոպի նշանը, որում որ դուք ծնվել եք։ Եթե չգիտեք ինչպես կազմել ձեր նատալ քարտեզը, ինչպես իմանալ թե որտեղ է գտնվում ձեր ասցենդենտը, լուսինը կամ արևը, ապա ներքևում կթողեմ այն կայքի հասցեն, որտեղ ամենապարզն է ու հեշտն է կազմել նատալ քարտեզը, պարզապես պետք է իմանաք ձեր ծննդյան ժամը եւ այն վայրը, որտեղ որ ծնվել եք։ Իսկ եթե ծննդյան ժամը չգիտեք, պարզապես ուշադրություն դարձրեք ձեր լուսնի եւ արևի դիրքերին, ինչպես նաեւ այն ամսի նշանին, որում որ դուք ծնվել եք, ասցենդենտը կարող եք բաց թողնել։ Լսելով տարբեր ձեր նշանների կանխատեսումները արդեն պետք է ուշադրություն դարձնեք ձեր կյանքի վրա, որ հասկանաք թե այդ նշաններից որի կանխատեսումն է ավելի համապատասխանում ձեզ, որովհետև այս պահը ավելի ինդիվիդուալ է, շատ աստրոլոգներ դրա մասին չեն խոսում, բայց կան մարդիկ, ովքեր իրենց կյանքում նկատել են, որ օրինակ լուսնի դիրքով կողմնորոշվել ու լուսնի նշանով կանխատեսումները ավելի շատ են տեղի ունենում, ավելի են համապատասխանում իրենց, քան օրինակ ասցենդենտի նշանով կանխատեսումները։ Բացի այդ, եթե դուք ձեր նատալ քարտեզում ունեք մոլորակների կենտրոնացում ինչ-որ նշանի մեջ, օրինակ ենթադրենք ձեր ասցենդենտը երկվորյակ է, բայց դուք ունեք 5 մոլորակ ցուլի համաստեղությունում, լավ կլինի լսել ցուլի կանխատեսումը նույնպես, որովհետև այդ պարագայում շատ հավանական է, որ այդ մոլորակային կենտրոնացման համաստեղության կանխատեսումը շատ ավելի համապատասխան լինի ձեզ, քան թե ձեր ասցենդենտի կամ լուսնի դիրքերը։ Ոստի ամեն մարդ պետք է լսի մոտավորապես 3 նշանի կանխատեսում եւ արդեն ինքն իրենով իր կյանքը ուսումնասիրելիս կհասկանա թե 3-ից որն է ավելի համապատասխանում իրեն։ Ընդհանուր առմամբ հուլիս ամիսը շատ հետաքրքիր ամիս է աստրոլոգիական տեսանկյունից, հուլիսը խոստանում է լինել գերհագեցած իրադարձություններով, որովհետեւ մեկ ամսվա ընթացքում մենք ունենալու ենք 3 մոլորակների՝ Մերկուրիի, Սատուրնի եւ Նեպտունի հետ ընթաց ռետրոգրադ շարժեր, իսկ ռետրոգրադները գիտենք, որ իրենց շարժով բերում են մեր կյանք փոփոխություններ, տրանսֆորմացիաներ, անցյալի հետ կապերի վերականգնումներ կամ խզումներ, ուստի այս 3 ռետրոգրադը մեկ ամսվա ընթացքում հաստատ մեծ փոփոխությունների մասին է հուշում։ Քանի որ Սատուրն ու Նեպտուն մոլորակները մեր մեջ ասած շատ ծանրաքարշ ու շատ բարդ մոլորակներ են, ապա նրանց ռետրոգրադների համար կունենանք առանձին հաղորդում, իսկ այս հաղորդման ժամանակ պարզապես կունենանք հուլիս ամսվա կանխատեսում ձեր նշանների համար։ Դե ինչ շատ ժամանակ ասենց ասած չտանեմ ձեզանից, անցնենք կանխատեսումներին, իսկ եթե դուք հետաքրքրված եք էզոտերիկայով, անպայման հետևեք ինձ նաև Instagram-ում, բաժանորդագրվեք իմ Telegram-յան ալիքին նույնպես, որովհետև այնտեղ ես ավելի ալմիջական կապի մեջ եմ հետևորդների հետ, հաճախ ունենում ենք հարց ու պատասխաններ, կիսվում եմ ոդկասթներով, որոնք չեն տեղադրվում YouTube-յան ալիքում։ Եթե ունեք հուզող հարցեր էզոտերիկայի, տարոյի, աստրոլոգիայի մասին, ապա անպայման մեկնաբանություններում գրեք դրանք, որպեսզի հաջորդ հաղորդումների շրջանակներում պատասխանեմ դրանց։ Ինչպես նաև ուրախ կլինեմ կարդալ ձեր կարծիքները, առաջարկությունները, բողոքներն ու դժգոհությունները։ Չմոռանաք հավանել այս տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին եւ սեղմել ներքևի զանգակի վրա, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները։ Դե ինչ, սկսեցինք։ Ուրեմն խոյերի համար այս հուլիս ամսվա ընթացքում շատ կարևոր է լինելու ուշադիր լինել իրանց ֆինանսներին, որովհետև ունեն Մարս եւ Ուրան մոլորակային համակցությունը երկրորդ տան մեջ, ցուլի համաստեղությունում, թե ցուլը ֆինանսների մասին է, թե երկրորդ տունը, եւ Մարսն էլ, Ուրանն էլ բավականին տրանսֆորմացիոն, sense հզոր ինչ որ չափով նաեւ կործանիչ էներգիաներ են ու շատ կարևոր է, այս շրջանում իրանք փողի հետ շատ ավելի զգույշ ու խելացի վարվեն։ Խուսափեն անիմաստ
չպլանավորված ծախսեր անելուց, ինչ-որ մարքեթինգի զոհեր դառնալուց, հետևեն իրենց աշխատանքին, իրենց խոսքին, հա, խոյերի համար շատ կարևոր է իրենց խոսքին հետևելը, իրենք սիրում են ավել պակաս բաներ խոսան, ջղայնացած բաներ խոսան, չնայած խոյերը հաճախ վատ մարդ չեն էլ լինում, հա, իրենց սիրտը մաքուր է լինում, բայց իրենք իրենց խոսքով, իրենց էմոցիոնալ մթերքով իրենց մասին սխալ կարծիք են ձևավորում։ Ուստի այս շրջանում շատ կարևոր է, որ իրանք հետևեն իրենց բառապաշարին, թե ում հետ ոնց են խոսում, որ իրանք իրենց համար պրոբլեմներ չստեղծեն։ Նաև հետևեն իրենց սննդին, ինչ կուտեն, շատ կարևոր է հա այս շրջանում հետևել, որովհետև մարս ուրան համակցությունը երկրորդ տան մեջ կարա խոյերի մոտ առաջացնի այս հուլիս ամսվա ընթացքում սննդային թունավորումներ, ինչ որ հատկապես կապված մսամթերքի, սուր, կծու համերով ուտելիքների հետ կապված շատ ավելի լավ կլինի զգույշ լինել կամ առհասարակ գոնե այս ընթացքում չօգտագործել։ Այն մարդիկ, ովքեր ունեն քույրեր, եղբայրներ, համատեղելիությամբ ապրող մարդիկ, իրանց հետ զգույշ եղեք, որովհետև Մերկուրին հետադարձ ընթացքում է լինելու հենց քույրերի ու եղբայրների հետ հարաբերության ոլորտում, ինչը կարող առաջացնի խնդիրներ, վիճաբանություններ, ինչ որ չհասկացված պահեր։ Բայց նաև խոյերի համար կա հաջողություն իրենց տան ներսում գործերի հետ կապված, որովհետև Խեցգետնի համաստեղությունում հուլիս ամսվա ընթացքում իրանք ունեն Արև եւ Յուպիտեր համակցությունը, հատկապես Արևը Խեցգետին է մտնելու հուլիսի 17-ին, դրանից հետո եթե տան մեջ ունեք ինչ-որ նպատակներ վերանորոգում անելու, ինչ-որ նոր մի բան գնելու, մամային նվերներ առնելու այս ընթացքում շատ լավ է։ Առհասարակ այս ընթացքում հատկապես ծնողական, հա, այդ հայրական տանը փոփոխությունները ձեզ բավականին մեծ հաջողություն կարան բերեն։ Մամային նվերներ, ինչ-որ ուրախացնող բաներ, տան համար նոր կահույք, հնից ազատվեք, հա, այս Յուպիտերն ու Արևը էներ Խեցգետնի համաստեղությունում հին այդ փչացած փնթի իրեր չեն սիրում, տան մեջ մաքրություն պահելը, կոկիկություն պահելը շատ կարևոր է։ Նաև այն մարդիկ, ովքեր ունեն երեխաներ, հա, այս ընթացքում հուլիս ամսվա ընթացքում զգույշ եղեք, որ երեխաների հետ ինչ-որ վիճաբանություններ հանկարծ չունենաք, բայց այստեղ նաև այնա, որ Վեներան ունեք երեխաների ու ստեղծագործության տան ոլորտում, вообще խոյերի համար հուլիսը շատ ստեղծագործական շրջան է։ Եթե ունեք գաղափարներ ինչ-որ մի բան ստեղծելու, դնելու, ձեր բիզնեսը սկսելու, կարաք սկսեք այս շրջանում։ Շատ կարևոր է, որ մոտենաք օրիգինալ, յուրօրինակ տարբերակով, առանց վարանելու, առանց վախենալու, բայց երեխաների հետ հարաբերություններում մի փոքր ուշադիր եղեք, որ վիճաբանություններ, կոնֆլիկտներ չլինեն։ Նաև ֆինանսների հետ կապված ոնց նշեցի, Վեներան նաև ֆինանսների տունն է ու Վեներան Կետուի հետ համատեղելիությունը կարող է առաջացնի նորից ինչ-որ ավելորդ էմոցիոնալ ֆինանսական ծախսեր, որ դուք հասկանաք, որ իրականում պետք չէր, կամ փողի կորուստ առհասարակ։ Вообще փողերի ֆինանսական հարցերին հուլիս ամսվա ընթացքում եղեք շատ ուշադիր։ Կենտրոնացեք տան վրա, ինչքան տան վրա փող ծախսեք այս ամսվա ընթացքում, հետագայում ձեր համար շատ ավելի լավ կլինի։ Ձեր Սատուրն, Նեպտուն ռետրոգրադը տեղի ունենալու 12-րդ տան մեջ, ինչպես նշեցի, ուշադիր եղեք ձեր սննդին, ինչ եք ներսանում, որ հանկարծ հիվանդանոցային թեմաներ, խնդիրներ այս ամսվա ընթացքում չունենաք։ Բայց դե Սատուրն, Նեպտունին կունենանք առանձին մոտեցում ամսվա ընթացքում, հա, որովհետև այդ շատ ծավալուն թեմա է, կանխատեսման մեջ մենակ իրենց տեղավորելը բարդ կլինի։ Ընդհանուր առմամբ շատ կարևոր է խոյերի համար վերահսկել իրենց էներգիան, որպեսզի դուք ձեր մտքերով ձեր շրջապատից լավ մարդկանց չհեռվացնեք։ Կոնֆլիկտային շրջան է, հա, հետևեք ձեր գաղափարներին, ձեր իլյուզիաներին, դուք խոյերը ունեն հակում ինչ-որ մի բան հորինելու, իրենց հորինածին հավատալու ու այդ դրա պատճառով նաև վիճաբանությունների մեջ ընկնելու։ Ցուլերի համար հուլիսը նույնպես շատ վտանգավոր էտապ է, որովհետև Մարս Ուրան համակցությունը հենց իրենց նշանում է։ Ինչը նշանակում է, որ ցուլերի կյանքում կարա լինի սենց կտրուկ փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում, արտաքին տեսքից սկսած մինչև
ավելի գլոբալ հարցեր, հարաբերություններ, աշխատանք, հոբի, բիզնես եւ այլն։ Հուլիս ամսվա ընթացքում ես խորհուրդ չեմ տա ցուլերին վիրահատական միջամտությունների դիմել, եթե իհարկե Աստված չանի, լուրջ առողջական հարցեր չեն, հատկապես եթե այդ վիրահատական միջոցառումները կապված են լինելու ինչ որ պլաստիկ վիրահատությունների, զուտ գեղագիտական վիրահատությունների հետ կապված ցուլերին այս շրջանում խորհուրդ չեմ տա, որովհետև թե Մարսն է ձեր առաջին տանը, թե Ուրանը, նույն իրական Ուրանը դեռ շատ երկար է, հա, մնալու ցուլի համաստեղությունում, բայց Մարս-Ուրան համակցությունը կարա տա խնդիրներ ու նամանավան վիրահատական process-ների ժամանակ առաջացնի անցանկալի արդյունքներ, ինչ որ բարդություններ, առողջական պահեր հետագայում, ձեր ռետրոգրադը Մերկուրիի լինելու է երկրորդ ֆինանսների տան մեջ, ուստի այս շրջանում շատ հավանական է ձեր կյանքում հայտնվեն մարդիկ նախկին աշխատավայրերից, նախկին կոլեկտիվներից, հնարավոր է ձեզ կանչեն հետ աշխատելու այնտեղ, որտեղ որ ժամանակին աշխատել եք։ Իհարկե ես առհասարակ խորհուրդ չեմ տա վերադառնալ այն միջավայրեր, որտեղից դուք ժամանակին հեռացել եք, բայց կարաք ուսումնասիրեք, հա, որքանով դա ձեզ կբերի ֆինանսական եկամուտներ եւ հաջողություն։ Քույրերի, եղբայրների հետ հարաբերությունները այս շրջանում լավ կլինի, շատ լավ կլինի նաև ժամանակ անցկացնեք, հա, քույրերի, եղբայրների հետ, որքան շատ այդ ընտանեկան միջավայրում դուք գտնվեք հուլիս ամսվա ընթացքում, այդքան ձեր օգուտից է բխում։ Ինչ որ ռիսկային քայլեր, էմոցիոնալ քայլեր, վիճաբանություններ, կոնֆլիկտներ այս ամսվա ընթացքում խորհուրդ չեմ տա մտնեք առհասարակ դրա մեջ, ինչպես նաև խուսափեք ալկոհոլ, թմրեցնող նյութեր օգտագործելուց, որովհետև Նեպտունը ձեր 11-րդ տան մեջ է սկսելու ռետրոգրադը, դա կարող հանգեցնի նրան, որ ձեր շրջապատում կարող են լինել կոնֆլիկտներ, վիճաբանություններ ձեր հարազատ ու մտերիմ մարդկանց հետ, ինչպես նաև ունենաք ֆինանսական կորուստներ, եթե անեք ոչ գիտակից քայլեր, ել չեմ խոսում, որ այս ողջ ամսվա ընթացքում դուք գտնվելու եք Մարս, Ուրան համակցության ազդեցության տակ, այսինքն ձեր գիտակցությունը ամեն վայրկյան կարա ընկնի այդ Մարսի կռվարար, կործանիչ, ռազմական էներգիայի տակ ու կարողա դուք ձեր իսկ քայլերով ձեր համար անդառնալի հետևանքներ բերեք։ Հնարավորինս եղեք գիտակցված, ֆիզիկապես ակտիվ եղեք, ֆիզիկական վարժություններ շատ արեք։ Ընտանիքի ներսում, տան մեջ հնարավոր են վիճաբանություններ մոր հետ։ Մամայի հետ հարաբերությունները հնարավորինս փորձեք լավ պահել, որովհետև Կետու Վեներա համակցությունը 4-րդ տան մեջ կարա առաջացնի խնդիրներ ու կոնֆլիկտներ մամայի հետ, տան այլ կանանց հետ, եթե ամուսնացած եք, գուցե ձեր կնոջ մասին այստեղ խոսքը կամ հարաբերություններում եք ձեր սիրելիի, որովհետև Վեներան նաև կնոջ դիրքն է, հնարավորինս խուսափեք ցանկացած տեսակի դավաճանություններից, այլ մարդկանց հետ ֆլիրտ անելուց, որովհետև դա ձեր օգտին չի լինելու։ Չնայած ցուլերը հակված չեն դավաճանությունների, բայց դե մարդ ես, քանի որ դուք Մարսի ազդեցության տակ եք, հնարավոր է, հա, այդ սեռական կրքի, այդ սեռական ցանկությունների, սեքսուալ էներգիայի ազդեցության տակ սխալ քայլեր անեք, որը կարող է ձեր կյանքից հեռացնի օրինակ շատ սիրելի մարդու։ Ընդհանուր առմամբ ինչ որ լուրջ խնդիրներ, բաներ չկան, պարզապես շատ կենտրոնացեք հենց այդ ձեր էներգիայի վրա, ծախսեք ձեր ներքին էներգիան ու մի տրվեք պահի ազդեցության հաճույքներին, պահի ազդեցության այդ ցանկություններին, որտեղ դա ձեզ հաստատ լավ բանի չի հանգեցնի։ Երկվորյակների համար կամ շատ լավ է լինելու, կամ շատ վատ է լինելու, այստեղ դուք պետք է որոշեք, որովհետև Մերկուրին հետ է վերադառնում խեցգետնի համաստեղությունից կրկին երկվորյակների համաստեղություն, քանի որ դուրս էր եկել երկվորյակից գնացել էր խեցգետին, բայց իր ռետրոգրադ ընթացքը շուտով կսկսի, իսկ հուլիսի 8-ից կմտնի երկվորյակ կրկին հետ ընթացքով, շատ հետաքրքիր է այն առումով, որ երկվորյակը Մերկուրի բոլորակի համաստեղությունն է, այսինքն այստեղ ինքը իր տանն է։ Երկվորյակների գլխում կարող է բերի որոշակի շիլաշփոթ, ունենաք մտքեր, ունենաք վախեր, չկարողանաք հասկանալ ինչ եք ուզում, հա, մարդկանցից, ինչ եք ուզում շրջապատից, այդ պարագայում շատ կարևոր է
որ պահպանեք ձեր ռացիոնալ մտածողությունը, ինչ որ տարաձայնությունների, կոնֆլիկտների մեջ չընկնեք, չփորձեք ձեր սեփական անձնական բաները, եզրակացություններն ու գնահատականները տալ հարցերի շուրջ, որոնց մասին դուք բավականաչափ ինֆորմացված չեք կամ բավականաչափ ինֆորմացիայի չեք տիրապետում։ Ինքնախապեյությամբ չզբաղվեք։ Ֆինանսական հարցերում կարող եք այս հուլիս ամսին բավականին հաջողակ գործարքներ ունենալ, նոր եկամուտներ ունենալ, որովհետև Յուպիտեր ու Արև համակցությունը ձեր ֆինանսների տան մեջ է, այսինքն նոր եկամուտներ, նոր ֆինանսական աղբյուրներ, այս ամենը իրոք հուլիս ամսին կարող եք հաջողացնել, բայց նաև երրորդ տան մեջ է Կետուն Վեներայի հետ մեկտեղ։ Ուշադիր եղեք, որ հանկարծ ձեզ շատ չտուգանեն։ Մեքենան քշում եք հնարավորինս բոլոր կանոնները պահպանելով, որ ինասանցություններ չեք անում, որովհետև միանշան օրենքի շեղումն էլ կհանգեցնի նրան, որ դուք կարող եք մեծ տուգանքներ եւ բալերի կորուստ ունենաք։ Ինչպես նաեւ ձեր Մարս-Ուրան համակցությունը 12-րդ տան մեջ է, ոչ մի պարագայում խմած, ծխած վիճակում ղեկին չնստեք։ Առհասարակ դա ոչ մեկին չի կարելի, բայց այս ամսվա ընթացքում երկվորյակներին առավել եւս չի կարելի, որովհետեւ դա կունենա ծանր հետևանքներ թե ֆիզիկական մարմնի, թե նյութական հարցերի հետ կապված, շատ ծախս, տուգանք, ֆինանսական կորուստներ, ինչը բնականաբար պետք չի։ Կարիերայի աշխատանքի հետ կապված հարցերում անիմաստ խոստումների մի հավատացեք, որովհետև կարող է ձեզ ինչ-որ մի բան խոստանան, բայց այլ հակառակը անեն, ինչը արդեն պայմանավորված կլինի Նեպտուն մոլորակի ռետրոգրադ ընթացքով։ Խեցգետինները, խեցգետիների համար բավականին հաջողակ ամիս կարա լինի հուլիս ամիսը, որովհետև դուք ունեք երկու հաջողակ մոլորակ, Յուպիտեր եւ Արևը ձեր իսկ համաստեղությունում, ձեր առաջին տան մեջ, ինչպես նաեւ Յուպիտերը դեռևս երկար ժամանակ գտնվելու է խեցգետնի համաստեղությունում, որտեղ նա իր էքզալտացիայում է, իր ազդեցության ամենաուժեղ պիկում է, իսկ Յուպիտերը դա հաջողության մոլորակն է, Արևի հետ մեկտեղ նույնպես շատ մեծ հաջողություն, հատկապես կարիերայում, անձնական բրենդինգում, ուստի խեցգետիների համար շատ կարևոր է հուլիս ամսվա ընթացքում հաղթահարել սեփական վախերը, չվախենալ մարդամեջ դուրս գալուց, չվախենալ կիսվել սեփական կարծիքներով, սեփական ցանկություններով, եթե ունեք նպատակներ կապված բիզնեսի, սեփական բլոգը ունենալուն, ինչ-որ պրոդուկտ ստեղծելուն, ապա հուլիս ամիսը խեցգետիների համար մաքսիմալ հաջողակ էտապ է այդ ամենը հաջողելու համար, որովհետև ձեր խոսքը ձեզ կարա տանի մի հատ նոր մակարդակի, ձեր Մերկուրին 12-րդ տան մեջ է, 12-ը տրանսֆորմացիայի գերհզոր տունը, փոփոխությունա մի կետից դեպի մյուսը։ Հետևեք ձեր խոսքերին, իհարկե, եթե սխալ բաներ խոսակ, եթե խիստ քննադատողական մտածողություն անեք, իհարկե խեցգետինները տենց հիմնականում չեն լինում, բայց այնուամենայնիվ ձեր մտքերը կարան ձեր դեմ օգտագործեն, բայց եթե դուք հաղթահարեք ձեր վախերը, դուրս գաք այդպես ասած կոմֆորտ զոնայից, հուլիս ամսվա ընթացքում կարող եք մեծ հաջողություն ունենալ, որովհետև ձեր Վեներան երկրորդ տան մեջ է լինելու, Արյուծի համաստեղությունում, իսկ Արյուծը սիրում է հայտնիություն, սիրում է օրիգինալություն ու Կետուի օգնությամբ դուք կարող եք այն փակված, ցենց ասած, մոխրագույն ստվերում մնացած վիճակից դուրս գալ դեպի ավելի պարզ միջավայր, ավելի ուշադրության կենտրոնում լինել ձեր աշխատավայրում, ձեր ընկերների շրջապատում, եթե վարում եք ինչ-որ ալիք, ինչ-որ էջ սոցիալական հարթակներում, դա նույնպես կունենա իր հաջողությունը եւ ձեզ մեծ օգուտ կբերի։ Մարս ու Ուրան համատեղելիությունը 11-րդ տան մեջ է, ուշադիր եղեք, որ այս շրջանում կարող է ունենաք վիճաբանություններ ձեր ընկերական շրջապատում, հնարավոր է ձեր կյանքից հեռանան մարդիկ, ունենաք կոնֆլիկտներ։ Շատ կարևոր է, որ այդ կոնֆլիկտների ընթացքում այն ամենավերջին բառը չասեք, հա, չտրվեք այդ պահի ազդեցության զայրույթին, որովհետև խեցգետիներին մարդիկ գիտեն իրականում էմոցիոնալ, նուրբ, փափուկ, ասենց ասած բնավորության տեր, բայց եթե իրենց բարկացնում են, իրանք կարան շատ կոպիտ, սենց էմոցիոնալ ձևով մարդու հասցեին արտահայտվեն, ինչը բնականաբար կհանգեցնի նրան, որ ձեր մտերիմների, հա, ձեր մտերմիկ ընկերական շրջապատում կարող է բաժանություններ լինեն, ձեզանից հեռացող մարդիկ լինեն, ամեն դեպքում ես ձեզ խորհուրդ չեմ տա այդ էմոցիաներին տրվելը ու ջղայնացած այն վերջին բառը անգամ մարդու դեմքին ասելը, հնարավորինս փորձեք կոնֆլիկտներից հեռու մնալ, հետագայում շնորհակալություն կհայտնեք։
Նույնպես շատ կարևոր է խեցգետիների համար հոգ տանել սեփական առողջությանը, որովհետև դուք ունենալու եք ռետրոգրադ մոլորակ ձեր 12-րդ տան մեջ, իսկ 12-րդ տունը դա առողջությունն է, հիվանդանոցային կլինիկային թեմաներն է, ուստի եթե չեք անցել օրինակ տարեկան բուժզննում, այս ամիս խորհուրդ կտամ անպայման անցնել։ Արիուսների համար, արիուսների համար շատ հետաքրքիր էտապ է սկսել, որովհետև Վեներա կետու միացումը լինելու է հենց իրենց սեփական նշանում առաջին տան մեջ, հուլիսի 5-ին Վեներան մուտք կգործի արիուսի համաստեղություն եւ այստեղ կետուի հետ նախ արիուսների համար հուլիսը լինելու է փողի ամիս, բայց գիտեք ավելի շատ ինչքան աշխատեք, այդքան ծախսեք վիճակով, ահա այստեղ փողի ալիքին պետքա կարողանաք դիմակայել, այստեղ փող հետ գցելու մասին չի խոսքը, այստեղ ինչ որ հետ գցելու, ինչ որ ֆինանսական ձեռքբերումների շրջան չի, ավելի շատ կյանքը վայելելու մասին է։ Մի ափսոսացեք փող ծախսել ձեզ նոր շոր առնել, ձեզ նոր հեռախոս առնելու համար, բայց քանի որ ձեր առաջին տան մեջ դուք դեռևս մինչև դեկտեմբեր ամիս ունենալու եք կետու դիվային ուժը, ապա այդ փողը ծախսեք հնարավորինս ռացիոնալ, տրամաբանական ձևով ու այն ամենի վրա, ինչը կարա ձեզ օգուտ բերի։ Վեներա կետու համակցությունը կարա ձեզ տա հակում մի քիչ խմելու, մի քիչ թուլանալու, մի փոքր արգելված բաներ օգտագործելու, բայց այդ ամենը ձեզ շատ մեծ վնաս կտա ու հավատացեք, եթե դուք ընկնեք որևիցե տեսակ կախվածությունների մեջ, այդ ամենը ձեր կյանքը ուղղակիորեն կկործանի։ Բայց եթե դուք կարողանաք ներդրվել ձեր անձի, ձեր անձնային բրենդինգի վրա, դուք կունենաք մեծ հաջողություն ձեր կարիերայում, ինչը կտանի ձեզ դեպի նոր էտապ, դեպի նոր հարցեր։ Առողջությանը խորտ կտամ ուշադիր լինել ամեն դեպքում, որովհետև դուք ունեք Պլուտոն, Յուպիտեր եւ Արև ձեր առողջությանը վերաբերող հարցերում, ոլորտերում, բայց այստեղ լուրջ խնդիրներ ամենայն հավանականությամբ չեն լինի, որովհետև Յուպիտերն էլ Արևն էլ իրանք առողջության մոլորակներ են, մարդուն տալիս են բարձր իմունիտետ ու պարզապես եթե ինչ-որ անհանգստացող պահեր լինեն կարող եք ուսումնասիրել, բայց ամենայն հավանականությամբ լուրջ հարցեր չեն լինելու։ Ձեր Մերկուրի ռետրոգրադը նույնպես 11-րդ տան մեջ է, որը շրջապատի կապերի տունն է, շատ հավանական է, որ անցյալից վերադառնան մարդիկ այս շրջանում են, մարդիկ ում հետ դուք հարաբերությունները վերջացրել եք կամ մտածում եք, որ այդ մարդկանց հետ կապ չեք ունենա։ Հարաբերություններ վերականգնել անցյալի մարդկանց հետ թե ոչ, իհարկե որոշողը դուք եք, ամեն դեպքում պատրաստ եղեք, որ Մերկուրի ռետրոգրադը այդ ամենը բերելու է։ Եթե կան որոշակի հարցեր ընկերական շրջապատում, որ հարցական են մնացել, որ չեք խոսացել, լավ կլինի խոսակ ու բացահայտեք դրանք, մի փորձեք ոչ մի բան ներս գցել։ Անձնական կարիերայում ունեք Մարս եւ Ուրան համակցումը, այդ տրանսֆորմացիոն, ջախջախիչ էներգիաները շատ խորհուրդ կտամ արիուսներին կենտրոնանալ կարիերայի վրա։ Օգտագործեք ձեր ողջ պոտենցիալը կարիերայում հաջողության հասնելու։ Աշխատավայրում հնարավոր է բացահայտվեն որոշակի թշնամիներ, որոնք ցույց կտան իրենց իրական վերաբերմունքը ձեր անձի հանդեպ, իրենց իրական ով լինելը։ Այդ պարագայում ոչ նեղսրտեք, ոչ մտածեք, պարզապես այդ մարդկանց կտրեք ու գցեք ձեր կյանքից այն կողմ ու կենտրոնացեք ձեր գործի վրա։ Շատ կարևոր է, որ ձեր էներգիան ծախսվի հենց կարիերայի, ձեր անձնական աճի, ձեր բիզնեսի, շատ փողի թեմաների վրա, որովհետև 10-րդ տան մեջ ունենալ Մարս ինքը համ շատ հաջողակ կարա լինի այն պարագայում, երբ որ դուք գտնեք այդ էներգիան ռեալիզացնելու ձև եւ կարա վնասակար լինի նրանով, որ դուք այդ էներգիան ծախսեք ինչ-որ անիմաստ կոնֆլիկտների, վիճաբանությունների եւ մարդկանց ինչ-որ մի բան ապացուցելու համար։ Այստեղ նաև վտանգավոր դիրքը այն, որ Սատուրն եւ Նեպտուն ռետրոգրադը լինելու 8-րդ տան մեջ, 8-ը դա օկուլտիզմի, միստիկայի, մահվան, հիվանդությունների տունն է, ինչպես նաև տրանսֆորմացիաների տունն է, չէ, սա չի նշանակում, որ ձեր հետ շատ վատ բաներ են լինելու, բայց ինչպես ամեն դեպքում կյանքի մութ կողմերը հուլիս ամսվա ընթացքում գլուխ են բարձրացնելու, շատ հավանական է, որ առերեսվեք ներքին վախերի հետ, որոշակի մարդկանց էություններ բացահայտվեն, որոշակի մութ թեմաներ ի հայտ գան, բայց դե Սատուրն եւ Նեպտուն ռետրոգրադներին կանդրադառնանք մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Կույսերը, այ կույսերի համար է
նույնպես sense ներքին process-ների մասին է ավելի շատ հարցը, որովհետև այստեղ կենտրոնացումը մի փոքր ավելի մութ տների վրա է։ Նախ 12-րդ տուն ունենք կետու Վեներայի հետ եւ 6-րդ տուն Ռախու դիվային ուժերը։ Կույսերի համար, ինչպես միշտ, շատ կարևոր է հետևել սեփական առողջությանը։ Գիտենք, կույսերը սիրում են, որ մատիկը փուշի կա մտնում, վազում են կլինիկա անալիզ տալու, շարունակեք հենց այդպես, ինչպես որ արել եք, որովհետև այս շրջանում իրոք կա որոշակի ռիսկեր առողջական հարցերում ինչ-որ ինֆեկցիաներ ունենալու, սեռավարակներ ունենալու, այ անպայման ինչ անում եք մաքսիմում պաշտպանված, իհարկե կույսերին սովորաբար պաշտպանվելու մասին հիշացնելու կարիք չի լինում, իրանք այն կատեգորիան են, որ մի քանի մեթոդով են անգամ պատրաստ պաշտպանվել, մենակ թե ամեն ինչ լինի ստերիլ ու առողջ, բայց այս ընթացքում կա վտանգ, 12-րդ տան մեջ Վեներա այն էլ կետուի հետ, որ ունենակ ինչ-որ անցանկալի սեռավարակներ կամ ինչ-որ սեռական օրգանների հատվածում որոշակի խնդիրներ, միզածորանների հետ կապված հարցեր, բայց ընկերական շրջապատում, ծանոթությունների մեջ, մտերիմների շրջանակներում ընդհանուր առմամբ հարաբերությունները բավականին լավ են լինելու։ Եթե այս ամսվա ընթացքում ձեզ առաջարկեն ինչ-որ նոր բիզնես պրոյեկտ, ինչ-որ նոր գաղափար, ինչ-որ նոր առաջարկություն, պաշտոնի փոփոխություն, ես ձեզ խորհուրդ կտամ վերցնել այդ հնարավորությունը, համաձայնվել օգտագործել այդ հնարավորությունը, որովհետև դա ձեզ կարա ֆինանսական բավականին մեծ եկամուտներ բերի։ Ձեր ռետրոգրադը Մերկուրի տեղի ունենալու կարիերայի ոլորտում, դա կարա բերի փոփոխություններ այն առումով, եթե դուք կարողանաք հաղթահարել ձեր ներքին վախերն ու process-ները։ Այ կույսերը ունեն այդ կասկածամտությունը, պերֆեկցիոնիզմը, որ ամեն ինչ լինի կարգով, կանոնով, իդեալական, այ շատ լավ կլինի, որ դուք հաղթահարեք այդ ձեր ներքին հարցերը, ներքին պահերը, չակնկալեք իդեալականություն ամեն տեղ ու ամեն ինչից, այդ պարագայում շատ հավանական է, որ հուլիս ամսվա ընթացքում դուք կունենաք հաջողություն ձեր կարիերայում։ Ինչպես նաև ձեր Մարս Ուրան համատեղելիությունը 9-րդ տան մեջ է, շատ կարևոր է, լինեք մի փոքր ավելի ճկուն, թե ժամային հարցերում, թե ֆիզիկապես, թե առավելապես մտքերի հարցում։ Կույսերը մի փոքր ունենում են իրենց մեջ դոգմատիզմ, որ չէ, գիտեք, ճիշտը էս է, ճիշտը ես եմ ու վсё։ Այ շատ կարևոր է, որ կույսերը ունենան հակում այլակարծություն ընդունելու, ինչպես նաև եթե հայրը ձեր ողջ է, հոր հետ հարաբերություններում ուշադիր եղեք, որ այս շրջանում չունենաք ինչ-որ կոնֆլիկտային հարաբերություններ, չունենաք վիճաբանություններ, որովհետև 9-րդ տունը հոր տունն է, 9-րդ տունը բարեպաշտության տունն է, ոչ մի պարագայում մի կատարեք անբարոյական քայլեր, մի փորձեք անցնել մարդկանց գլուխների վրայով եւ առհասարակ պահպանեք կարմայի, բարոյականության, հոգեվորության կանոնները, այլապես Սատուրնը այս պահին գտնվում է ձեր 7-րդ տան մեջ, ձեր կարմայի տիրակալը ուղիղ նայում է ձեզ եւ ձեր ցանկացած սխալ քայլ շատ արագ իր կարմիկ հետևանքը կթողի ձեր կյանքի որակի վրա։ Հարաբերություններում եղեք հնարավորինս օպտիմալ, հնարավորինս պրակտիկ, մի տրվեք գայթակղություններին, մի տրվեք ներքին վախերին, մի փորձեք ձեր զուգընկերոջը կառավարել, վերահսկել, այն կույսի դիսպոտ խասյաթով գնալ նստել շնչին ու ասել, թե որը որից հետո է պետք։ Ես վստահ եմ, ձեր կինը հաստատ ավելի լավ, եթե տղամարդու մասին է խոսքը, ձեր կինը ավելի լավ է կարողանում լոլիկով ծվածեղ պատրաստել, քան դուք, պետք չի գնալ իրան խորհուրդներ տալ, կամ եթե կնոջ մասին է, ձեր տղամարդը հաստատ ավելի լավ գիտի իր անկերական շրջապատում ոնց իրան դրսևորի, պետք չի գնալ իրան ասել սերոփի հետ ինչ խոսա Վալոդի գողացած կոշիկի հարցի շուրջ։ Անցնենք առաջ կշեռքների համար նույնպես կարիերայի շրջանը հուլիս ամիսը, առհասարակ գիտեք ինչ հետաքրքիր բան է, սովորաբար մարդկանց մոտ հուլիսը հանգստանալու հետ է առնչվում, որ պետք է գնան արձակուրդ, ինչ որ միտեղ հանգստանան, այնինչ հուլիսը իրականում են կարիերայի պիկ շրջանն է։ Կշեռքների մոտ կարիերայի տունը գտնվում է այս պահին հաջողության հովանավոր Յուպիտեր մոլորակի կառավարման տակ։ Յուպիտերին միացել է նաև ամսի 17-ին միանալու է նաև արևը
Այսինքն, դուք կարող եք հասնել ձեր կարիերայում սենց կտրուկ փոփոխությունների, պաշտոնի բարձրացման, հեղինակության, համբավի բարձրացման, եթե կարողանաք ձեզ դրսևորել այնպես, ինչպես որ պետք է։ Կշեռքները ունեն խասյաթ երկար ծամծմելու, ինչ-որ որոշում կայացնելը հետաձգելու, հարցին 100 տեսակ մոտեցում ցուցաբերելու, հա, շատ կարևոր է, որ դուք այդ վիճակը հաղթահարեք ու փորձեք դուխով ուղղակի դրսևորել ինքներդ ձեզ։ 11-րդ տան մեջ ունենք Կետ ու Վեներա համակցությունը, հնարավոր է ձեզ լինեն նոր առաջարկներ, բայց այս պարագայում ես խորհուրդ կտամ կշեռքներին մի փոքր ավելի ուշադիր լինել, չմտնել ինչ-որ բիզնես հարաբերությունների մեջ կասկածելի մարդկանց հետ, որովհետև ամեն դեպքում Կետուն դիվային ուժ է ու ինքը կարա տանի որոշակի չափով խաբեությունների։ Այդ չեմ զարմանա, որ եթե կշեռքներին այս շրջանում առաջարկեն ինչ-որ անօրինական ճանապարհներով եկամտի նոր աղբյուրներ։ Այդ պարագայում ընդհանրապես չեք խառնվում ոչ մի անօրինական process-ների, չեք փորձում անօրինական ճանապարհներով եկամուտ աշխատել։ Իսկ եթե ձեզ առաջարկեն ինչ-որ բիզնես պրոյեկտ, ինչ-որ նոր աշխատանք, անպայման ուսումնասիրում եք, հա, ինչի մասին է խոսքը, ովքեր են այդ մարդիկ ու ինչ ձևով կարան իրանք օգուտ տան ձեզ, որպեսզի սխալ կապեր չունենաք։ 8-րդ տան մեջ ունենք Մարս, Ուրան համակցությունը, շատ հնարավոր է, հա, այս շրջանում լինեն կշեռքների մոտ ինչ-որ անհավասարակշռության պահեր, ինչ-որ ներքին տատանումներ, դեպրեսիվ շրջան, շատ կարևոր է այս շրջանում կարողանաք ձեր ներքին այդ անհանգստությունները հաղթահարել, դա կարող եք հաղթահարել ֆիզիկական ակտիվության շնորհիվ, որովհետև Մարսը ինքը ֆիզիկական ակտիվության մոլորակ է, վազք, ջիմ կամ լող գոնե, որովհետև Ուրանի հետ է, իսկ Ուրանը ջրի տարերք է ու ամեն դեպքում այս տեսակ ֆիզիկական ակտիվությունները ձեզ բավականաչափ կօգնեն։ Հանկարծ չփորձեք իզոլացվել մարդկանցից, որովհետև կարող է այս շրջանում առաջանա ցանկություն մենակ մնալու, ոչ մեկի հետ չշփվելու, անգամ որոշակի չափով ինչ-որ ինքն իրան վնաս տալու գաղափարներ կարող են ծագել, բայց այդ ամենը ծայրահեղ վատ արդյունքների կարող են հանգեցնել։ Կշեռքների նույնպես հարբեցնող, թմրեցնող միջոցները բացառվում են 8-րդ տան մեջ ունենալ Մարս, Ուրան ու մեկ բաժակ անգամ խմելը շատ անտրամաբանական քայլ կլինի, որովհետև եթե մինչ օրս դուք օրինակ խմիչքի հետ օքեյ եք եղել, կարող է անսպասելիորեն հարբեք ու հետո դուք ինքներդ էլ չհիշեք, թե ինչեր եք արել այդ խմիչքի ազդեցության ժամանակ, որովհետև այս պահին ձեր Վեներան Կետուի հետ է, Մարսը Ուրանի հետ 8-րդ տան մեջ, այսինքն բոլոր դիրքերը հուլիս ամսման ձեր քարտեզում հուշում են մի բան, որ ցանկացած թմրեցնող ու արբեցնող միջոցներ ձեր կյանքը ունակ են կործանելու։ Կենտրոնացեք ձեր կարիերայի վրա, կարիերայում ձեզ մեծ հաջողություններ են սպասվում։ Կարիճների համար այս շրջանում շատ վտանգավոր է անձնական հարաբերությունները, հա, դուք ձեր խանդի, ձեր ֆանտազիաների, ձեր over control-ի պատճառով շատ հավանական է, որ դուք ձեր ձեռքերով ձեր սեփական հարաբերությունները կործանեք, որովհետև Մարս Ուրան համատեղությունը 7-րդ տան մեջ է, 7-րդ տունը մեր սիրային կյանքն է, մեր հարաբերություններն են, ինչպես նաև Մարսը կարիճի հովանավոր մոլորակն է ու այստեղից նայում է ուղիղ կարիճին, կարիճները ունեն ներքին ագրեսիա, ունեն այդ ցանկություն, հա, մարդու դեմքին են ասելու այն ինչ որ իրանք մտածում են, մարդուն կոպտելու, ինչ որ տոքսիկ արտահայտություններ անելու, ու եթե դուք նաև ընկնեք այս Մարս-Ուրան այդ ջախջախիչ էներգիայի ազդեցության տակ, շատ հավանական է, որ դուք ձեր սեփական ձեռքերով կործանեք ձեր անձնական կյանքը ու սիրային հարաբերությունները։ Խորհուրդ կտամ չտրվել այդ ներքին process-ներին, չընկնել այդ Մարսի ազդեցության տակ, այլ այդ էներգիան տրանսֆորմացրեք նրան, տարեք նրան, որ ձեր կողակցի հետ հարաբերությունները էլ ավելի լավանան։ Կարող եք այդ էներգիան կենտրոնացնել սեռական կյանքի վրա, ինչ-որ կրքի, ռոմանտիկայի վրա, ինչ-որ ֆիզիկական ակտիվության վրա, միասին ինչ-որ հաճելի ժամանց անցկացնելու վրա, որպեսզի հարաբերությունները ավելի ամրապնդվեն։ Այլապես, եթե այս էներգիայի հետ չաշխատեք, այդ էներգիան ձեր հետ կաշխատի, ինչը կհանգեցնի նրան, որ հարաբերություններում կսկսվեն կոնֆլիկտներ, անհասկացողություններ, ինչ-որ վիճաբանություններ։ Կարիերայում նույնպես
աշխատավայրում կարող եք ունենալ ֆինանսական եկամուտներ, բայց այդ հարցերը կետուն ամեն դեպքում կարող է տանի նրան, որ այդ փողը գա ու ծախսվի ոչ այնտեղ, որտեղ որ ցանկանում եք։ Աշխատավայրում նույնպես հատկապես կին գոլեգաների հետ հարաբերություններում փորձեք չմտնել կոնֆլիկտների մեջ, մի փորձեք ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ապացուցել, ձեր աշխատանքը արեք լավ ու վերջ։ Ով լավ կաշխատի, ով վատ կաշխատի, ձեր գործը չի, որովհետև եթե դուք շարունակեք նման հանկարծ քննադատություններ, ինչ-որ կոնֆլիկտներ, շատ հավանական է, որ աշխատանքից հեռացում լինի։ Չնայած նրան, որ Վեներան 10-րդ տան մեջ տալիս է ֆինանսական աճ, տալիս է հաջողություն, բայց կետուն նաև ենթադրում է, որ մարդը պետքա շատ ուշադիր լինի իր մտքերին, իր խոսքերին։ Եթե կարողանաք կառավարել ձեր խոսքը, ձեր այդ տոքսիկ մտքերը, հավատացեք, դուք կարող եք կարիերայում ունենալ հաջողություն, այլապես խնդիրներն ու կոնֆլիկտները անխուսափելի կլինեն։ 9-րդ տան մեջ ունեք Յուպիտեր եւ Արև, սա խոսում է նրա մասին, որ սա էտապ է ձեր կյանքում նոր մասնագիտություն, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, հատկապես գիտելիքներ, որը հետագայում ձեզ կարող են օգնել ավելի շատ փող աշխատել։ Եթե կարող եք, սովորել մի մասնագիտություն, որը երկար ժամանակ ուզեցել եք, բայց չեք սովորել, մի բան, որը կարա ձեզ օգնի հետագայում ավելի շատ փող աշխատելու, սա իրական ժամանակն է այդ պրոցեսները իրականացնելու։ Ստեղծագործ էներգիան բավականին հաջողակ կարա լինի, որովհետև Նեպտունը 5-րդ տան մեջ է Սատուրնի հետ, Նեպտունը ստեղծագործ էներգիան է, ինտուիցիան է, ինչ որտեղ երբեմն, բայց նաև իլյուզիաներն է։ Կարիճները կարող են ստեղծագործել, կարող են գիրք գրել, կարող են երգ գրել, կարող են անգամ աստրոլոգիայում, էզոտերիկայում իրենց սեփական ուղին ստեղծել, շատ կարևոր է այս շրջանում դուք հեռու մնաք ցանկացած տեսակ մոգական պրակտիկաներից եւ օգտագործեք Նեպտունի 5-րդ տանը գտնվելու ձեր էներգիան, որպիսի այն մոնետիզացնեք հետագայում։ Նեպտունի ռետրոգրադը ձեզ կօգնի ձեր ներքին պրոցեսները հանել դուրս, ասենց ասած, ներքին հույզեր, ներքին վախեր, կարող եք այդ ամենը գրի առնել, կարող եք այդ ամենը նկարել, հետագայում ձեր ստեղծագործությունները ձեզ կօգնեն թե ձեր անձնական ինքնաբացահայտման, ինքնաճանաչման համար, ինչպես նաև եթե արվեստի ոլորտի մարդ եք, ինչու՞ չէ նաև դրանք վաճառելու եւ փող աշխատելու համար։ Աղեղնավորները Աղեղնավորների մոտ մի փոքր ավելի խառը վիճակ, ասենց ասած, դե Մերկուրի ռետրոգրադը տեղի է ունենալու 7-րդ տան մեջ, նույնպես այստեղ գործ ունենք անձնական հարաբերությունների, սիրային կյանքի հարցերի հետ, շատ կարևոր է ձեր կողակցի հետ խոսալ, եթե կան որոշակի անհասկացված պահեր, կան որոշակի մութ մնացած հարցեր, շատ լավ կլինի, որ խոսակ, փորձեք իրար հասկանալ խոսքով, կարգավորել հուզող հարցերը։ Այլապես, եթե դուք մնաք այդ ներքին դատողությունների մեջ, իսկ Մերկուրին ռետրոգրադ է ամեն դեպքում կարող է ձեր մեջ առաջացնի ինչ-որ ներքին լարվածություն, ինչ-որ ներքին կասկածներ, իսկ աղեղնավորները ունեն, ամեն դեպքում կրակի տարերք են, իրանք սիրում են կողակցին ինչ-որ չափով կառավարել, բոլորին մարդկանց, հատկապես իրենց սիրելիներին ուղղություն ցույց տալ, կյանք բացատրել, ու Մերկուրին այս տան մեջ գտնվելով ռետրոգրադ շրջանում կարա ձեր մոտ առաջացնի ներքին կասկածներ, ինչ-որ վախեր, որ վայ կարող է ինձ դավաճանում են, վայ կարող է մի հատ մարդու հետ էլ է շփվում, կարող է ինձ խաբում են, շատ կարևոր է, որ հանկարծ այդ ներքին կասկածամտությանը չտրվեք։ Եթե կան ինչ-որ մութ մնացած հարցեր, անպայման խոսացեք, փորձեք հնարավորինս դիվանագիտորեն, խոսքի իրար հասկանալու միջոցով կարգավորել բոլոր հարցերն ու խնդիրները։ 8-րդ տան մեջ է շրջանում ձեր Արևն ու Յուպիտերը, իրականում սա մեղմացնում է 8-րդ տան վտանգավոր ասպեկտները, բայց ամեն դեպքում այս շրջանում ձեզ խորհուրդ չեմ տա մտնել ինչ-որ մեծ ֆինանսական հարցերի մեջ, որովհետև ձեր 6-րդ տունը թշնամիների, ծախսերի տունը նույնպես ակտիվ է, այսինքն դուք ծախսերի, թշնամիների, ինչ-որ ծառայությունների ոլորտում ունեք Մարս, Ուրան համակցությունը եւ նույնպես տրանսֆորմացիայի հիվանդությունների ոլորտում ունեք Յուպիտեր եւ Արև համակցությունը։ Յուպիտերն ու Արևը այդ պահը փոքրինչ բալանսավորում են, բայց Մարսը
կարող է ձեզ դրդի ինչ-որ պահի ազդեցության տակ պարտք վերցնելուն, վարկային պարտավորությունների մեջ մտնելուն, շատ լավ կլինի, որ խուսափեք պարտքեր վերցնելուց, պարտքեր տալուց, եթե ձեզանից պարտքով փող կուզեն, վարկ մի վերցրեք այս շրջանում, կարող է, հա, ասենց էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ էմոցիոնալ ծախսեր անեք, հետո հասկանաք, որ այդ ծախսերը ձեզ պետք չէր, ամեն դեպքում ֆինանսների հետ եղեք շատ ուշադիր, շատ կարգ ու կանոնով ու նույնպես ձեզ խորհուրդ կտամ հանկարծ ոչ սթափ վիճակում, ինչ-որ էմոցիոնալ վիճակում, բարկացած վիճակում չնստել ղեկին, որովհետև կա ավտովթարների ռիսկ, կա առողջության ինչ-որ վտանգներ, որոնք ի հայտ կգան, եթե դուք չկարողանաք կառավարել ձեր հույսերը։ Իհարկե աղեղնավորների համար մի փոքր ավելի վտանգավոր շրջան ստեղծեց հուլիս ամսին, բայց հիշեք, որքան շատ է վտանգը, այդքան մեծ է պոտենցիալը շատ հաջողակ գործարքներ ունենալու, որովհետև 6-ն ու 8-ը, ինչքան էլ իրենք վատ տներ են սենց համարվում, վտանգավոր ոլորտներ են համարվում, իրենք նաև փողի ոլորտներ են ու եթե կարողանում եք այդ ոլորտների հետ ճիշտ առաջնորդվել, դուք կարողանում եք ավելի շատ փող աշխատել ու բարձրացնել ձեր ֆինանսական կարգավիճակը։ Իհարկե պրոցեսներ մի փոքր ավելի դանդաղ կլինեն, քան այլ նշանների համար, բայց նաև եկամուտները, օրինակ 2 ամիս անց կարան շատ ավելի լավ լինեն, քան այլ նշանների համար։ Այդ ծեղջուրների հաջողությունը այս շրջանում սիրային կյանքում է, որովհետև Յուպիտեր եւ Արև համակցությունը 7-րդ տան մեջ է։ Առհասարակ այդ ծեղջուրներին խորհուրդ կտամ աշխատանքից ուշադրությունը տեղափոխել դեպի անձնական կյանք, դեպի ընտանիք, դեպի սիրային հարաբերություններ, եթե ունեք երեխաներին ուշադրություն դարձրեք, այդ ծեղջուրները մտածում են, չէ, որ մենակ փող, մենակ աշխատանք, այդ ծեղջուրը կարա միլիոններ ծախսի ընտանիքի վրա, չնեղվի այդ փաստից, որ ինքը բոլորի վրա միլիոններ է ծախսում, բայց այդ դրա հետ մեկտեղ օրինակ մի րոպե ժամանակ չանցկացնի իր երեխաների հետ։ Իսկ այս հուլիս ամսվա ընթացքում շատ կարևոր է, որ դուք հենց էմոցիոնալ կերպով ներկա լինեք ընտանիքում, անգամ արձակուրդ եթե վերցնեք ու ժամանակը տրամադրեք ձեր սիրելիին, ձեր երեխաներին, շատ ավելի լավ կլինի։ Այդ ծեղջուրների պարագայում նույնպես կա մեծ ռիսկ սեռավարակներ ունենալու հուլիս ամսվա ընթացքում, ուստի սեքսուալ ինչ-որ կողքից կապեր, դավաճանություններ, եթե գտնվում եք հարաբերությունների մեջ, իհարկե բացառում եք։ Պլուտոնը 6-րդ տան մեջ է, առողջական հարցերի պահն է նույնպես դրսևորվում, հնարավոր է, եթե շրջանում դուք տաք որոշ անալիզների պատասխանները հավանական է սխալ կան, ուստի եթե Աստված մի արած ինչ-որ լուրջ բժշկական հետազոտություններ պետք է անցնեք հուլիս ամսվա ընթացքում ու խորհուրդ ես կտամ, որ մի տեղով չսահմանափակվեք, որովհետև 6-րդ տան մեջ ռետրոգրադ Մերկուրին հաստատ կառաջացնի խնդիրներ փաստաթղթերի, ինչպես նաև ինչ-որ այդ անալիզների պատասխանների, բժշկական պրոցեսների հետ, ուստի ցանկացած բժշկական որոշում խորհուրդ եմ տալիս մեկ այլ հաստատությունում նույնպես ուշադրություն դարձնել։ Կենտրոնացեք ձեր տան վրա, տանեցիների վրա, երեխաները երբեմն այդ ծեղջուրների թույլ կետն են լինում, կարող է նյարդայնացնում են ձեզ, բարկացնում են, խորհուրդ կտամ երեխաների վրա հուլիս ամսվա ընթացքում ամեն դեպքում չգորգռալ, լավ կլինի, որ երեխաների, եթե ունեք իհարկե ժամանակը տրամադրել, ինչ-որ ուրախ տեղ գնալու, ժամանցի վայր գնալու վրա, որովհետև Մարս-Ուրան համատեղելիությունը ձեզ կարա դարձնի բավականին նյարդային, բավականին զգայուն, բայց կարևոր է, հա, էմոցիաները կառավարել ու հանկարծ նաև ազարտի չընկնեք, որովհետև սովորաբար այդ ծեղջուրները ազարտնիկ չեն լինում, բայց եթե հանկարծ ունեք հակում թղթախաղ խաղալու, խաղատուն այցելելու, ինչ-որ ստավկաներ, հայերեն չեմ հիշում ստավկա բառը, ստավկաներ կատարել, խաղադրույքներ կատարելու, ապա այս շրջանում խորհուրդ կտամ խուսափել, որովհետև 5-րդ տունը նաև խաղադրույքների տունն է, այդ տարատեսակ ներդրումների տունն է ու շատ հավանական է ֆինանսական կորուստներ ունենաք, եթե ինչ-որ sense անիմաստ հարցերի մեջ խառնվեք, բացի այդ ձեր մյուս ֆինանսների տունը, հա, դուք նաև ունեք այնտեղ Ռախու, որը կարող է առաջացնի ֆինանսական կորուստներ, առավելապես խաղադրույքների, կազինոյի եւ նմանատիպ ոլորտներում։ Մի խոսքով, այս շրջանը ընդհանրապես ազարտի մասին չի։
Մեր սիրելի ջրհոսները, նախ դե ջրհոսները մինչև հոկտեմբերի վերջ դեռևս լինելու են Ռախուի ազդեցության տակ, որովհետև Ռախուն էս նշանումը, բայց նաև կետուն Վեներայի հետ եկել է 7-րդ տուն։ Ջրհոսների կյանքում հուլիս ամսվա ընթացքում հավանական են բաժանություններ, բայց գիտեք, եթե զգում եք այդ հարաբերությունները արդեն իրենց մսխել են, ինչ-որ լավ դրական բան չեն տալիս, ավելի լավ կլինի հրաժեշտ ասել այդ մարդուն, տալ իրան ազատություն և նույնպես ձեզ էլ ազատագրել ոչ ցանկալի հարաբերություններից, բայց եթե հարաբերությունները լավ են, այնտեղ առողջ հարաբերություններ, ինչ-որ խնդիրներ չկա, խուսափեք ձեր սեփական մտավախությունների, ձեր սեփական իլյուզիաների պատճառով հարաբերությունները ավարտելուց, որովհետև այս պահին դուք գտնվում եք Ռախուի ազդեցության տակ, Ռախուն կարա մթագնի ձեր գիտակցությունը, ձեր 7-րդ տան մեջ դուք ունեք կետուն։ Գետուն նույնպես դիվային ուժ է ու այստեղ Վեներան էլ է գալիս, Վեներան ձեր երկրորդ կեսն է, ձեր սիրելին է ու կարող են լինել ներքին համոզմունքներ, իլյուզիաներ, խաբկանքներ, որ ձեզ դավաճանում են կամ ձեզ չեն սիրում կամ ձեզ չեն գնահատում, այդ ամենը պարզապես իլյուզիաներ են, չտրվեք այդ իլյուզիաներին ու դրանց պատճառով ձեր հարաբերությունները չկործանեք։ Առողջական ինչ-որ լուրջ խնդիրներ համենայն դեպս չեն լինելու, աշխատանքում կարող եք մեծ հաջողության հասնել այս этаպում, եթե կարողանաք ձեր ներքին այդ տագնապային վիճակների էներգիան ծախսել ոչ թե վախերի ու մտավախությունների վրա, այլ ծախսել աշխատավայրում, լավ աշխատելու վրա, այդ պարագայում կարող եք մեծ հաջողության հասնել։ 5-րդ տան մեջ ունեք Պլուտոնի ռետրոգրադ, անցանկալի հղիություններից այս շրջանում ամեն դեպքում խուսափեք, անցանկալի սեռական կապերից նույնպես խուսափեք, որովհետև կետու Վեներան 7-րդ տան մեջ կարա ձեզ դրդի, հա, ինչ-որ դավաճանությունների կամ ինչ-որ ոչ լուրջ հարաբերությունների, բայց ռետրոգրադ 5-րդ տանը, երեխաների տանը կարա տա անցանկալի հղիություններ։ Եվ ձեր հայրական տան մեջ, հայրական տան ոլորտում ունեք Մարս-Ուրան համակցումը, կարող է տա դա ագրեսիա տանեցիների հանդեպ, քույրերի, մասնավորապես մամայի, մի մտեք կոնֆլիկտների մեջ, մի վիճաբանեք տանեցիների հետ, տան մեջ կարող է լինի դիսկոմֆորտ, ինչ-որ այն որ մարդը իր տան մեջ չի կարողանում հանգստանալ, այդ վիճակում ես ձեզ խորհուրդ կտամ վերցնել արձակուրդ գնալ ուրիշ տեղ մնալ կամ տանը անել ինչ-որ տեղափոխություններ, հա, Մարսն ու Ուրանը իրանք տեղափոխությունների, տրանսֆորմացիայի, փոփոխությունների էներգիաներն են ու եթե կա մի բան, որ ձեր տան մեջ երկար ժամանակ ձեր նյարդերի վրա ազդել է, սա լավ շրջան է այդ ամենը կարգավորելու, հին իրերից ազատվեք, աղբ մի թողեք տան մեջ, որովհետև աղբը բերում է աղբի էներգիա ու այն մարդիկ առհասարակ, հա, ովքեր իրանց տան մեջ շատ ունեն հին իրեր, իրանք չեն կարողանում մեծ ֆինանսական հոսքեր ներգրավել, որովհետև ֆինանսը սիրում է կոկիկություն, սիրում է մաքրություն, իսկ այդ տեսակետներում, որտեղ հին իրերի էներգիա կա, բնականաբար չի կարա լինի հարստություն եւ հաջողություն։ Սատուրն եւ Նեպտուն ռետրոգրադը երկրորդ տան մեջ է լինելու, հետևեք ձեր սննդին, ձեր խոսքերին, խուսափեք թունավորումներից, խուսափեք անհայտ ծագմամբ բաներ ուտելուց։ Եվ վերջին նշանը ձկները։ Ձկների համար ծանր էտապ է լինելու հուլիսը, որովհետև թե Սատուրն, թե Նեպտուն ռետրոգրադը հենց իրենց նշանում է լինելու եւ ընդհանրապես 2026 թվականն է ձկների համար փոքրինչ ավելի բարդ է, այն մարդիկ, ովքեր ունեն լուսին, ասցենդենտ կամ այլ կարևոր դիրքեր ձկների համաստեղությունում, 2026 թվականին ընդհանուր առմամբ պատրաստվեք փոքրինչ էմոցիոնալ տատանումների։ Հեսա կասեն Արտուրը էլի եկավ սկսեց իրա ողբը կապել, չէ, դուք միակ մարդը չեք, որ ձկներում կարևոր դիրքեր ունի։ Նախ ձեր մոտ ձկների համար հիմա կարմիկ պատասխանատվության կենտրոնական շրջանն է, Սադի շրջանն է, որը տևում է 7.5 տարի, այսինքն դուք երկրորդ փուլում եք, արդեն 3.5 տարվա է եւ դեռևս մոտավորապես 3 տարի կա մինչեւ այդ շրջանից դուրս գաք, սա կարմիկ պատասխանատվության, կարմիկ պտուղները քաղելու կենտրոնական էտապն է եւ այս շրջանում մինչեւ դեկտեմբեր տևող ռետրոգրադը ձկներին կարա դարձնի շատ էմոցիոնալ, շատ
ինքնամփոփ, շատ դեպրեսիվ, բայց միևնույն ժամանակ ես միշտ ասում եմ, ցանկացած բարդ process ինքը ավելի լավին հասնելու մեծ պոտենցիալի մասին է, ավելի լավին չեն հասնում հեշտ ճանապարհով, եթե կա բարդություն, ուրեմն կա նաև հաջողելու մեծ շանս։ Երրորդ տան մեջ, քույրերի, եղբայրների հետ հարաբերություններում զգուշացեք, որ կոնֆլիկտներ չլինեն, վիճաբանություններ չլինեն, հարաբերությունների վերջնական խզում չլինի, խուսափեք ավտովթարներից, մի նստեք ղեկին ոչ սթափ վիճակում, պահպանեք բոլոր երթևեկության կանոնները, Մերկուրի ռետրոգրադը 4-րդ մոր հետ հարաբերությունների տան մեջ է, մամայի հետ վիճաբանություններ, անհասկացողություններ, ինչ որ տնից հեռանալու մտքեր կարող է անգամ առաջանան, ստեղծագործ process-ների, իսկ ձկները ամեն դեպքում ստեղծագործ մարդիկ են, որ կարող են ստեղծել product, կարող են ստեղծել նոր ծառայություն, գրել գրքեր, երաժշտություն, նկարել, բավականին մեծ է լինելու ստեղծագործ էներգիան, այս հուլիս ամսվա ընթացքում, ու դուք կարող եք այդ ներքին process-ների, այդ ներքին տատանումների էներգիան, որը ձեզ խանգարում է, ուղղորդել ստեղծագործություն, եթե ունեք վատ տրամադրություն, նստեք սկսեք նկարել, նստեք սկսեք գրել, երգել, մի բան ստեղծեք ու այդ կերպով դուք կկարողանաք ձեր ներսի տագնապային էներգիան տրանսֆորմացնել ստեղծագործ էներգիայի, դա կկարգավորի ձեր Նեպտունի հետ հարաբերությունները, ինչպես նաև կկարգավորի ընդհանուր ձեր էմոցիոնալ դաշտը։ Ձկների համար նույնպես սեռական վարակների վտանգը մեծ է, այս հուլիս ամսվա ընթացքում Կետու Վեներա համակցությունը 6-րդ տան մեջ միանշանակ խոսում է տարբեր սեռավարակների, սեռական օրգանների եւ միզուղիների հետ կապված որոշակի խնդիրների մասին, ուստի այդ ամենին շատ ուշադիր եղեք, մի մտեք անպատասխանատու հարաբերությունների մեջ, մի մտեք ինչ որ չպաշտպանված հարաբերությունների մեջ։ Մի փոքր բարդ ստացվեց, բայց ընդհանուր առմամբ հիշեք, որքան բարդությունները շատ են, հաջողության պոտենցիալը այդքան էլ շատ է։ Դե ինչ սիրելիներս, հուլիս ամսվա կանխատեսումը հորոսկոպի նշանների համար այս անգամ այսքանն էր, կիսվեք մեկնաբանություններում ձեր հարցերով, ձեր կարծիքներով, ձեր տպավորություններով, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական խորհրդատվությունը, գրեք անձնական նամակ իմ WhatsApp հեռախոսահամարին կամ Instagram-յան էջին, բոլորից հաջողակ հուլիս եմ մաղթում եւ հիշեք, ինչպես ասում են, աստղերը չեն հիշում, չեն պարտադրում, այլ հուշում են, այն ամսագրերի, ժուրնալների 2000-ական թվականների շաբլոն անիմաստ արտահայտությունը, որի մեջ իրականում շատ մեծ իմաստ կա, աստղերը մեր ուղին են ցույց տալիս, բայց Աստծո կողմից մարդուն տրվել է ազատ ընտրության իրավունք ու մենք ենք պատասխանատու մեր որոշումների, քայլերի ու դրանց հետևանքների համար։